Բարդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հունիսի 20-ն է, այսօրվա հաղորդման ընթացքում կքննարկենք, թե որ ուժերն են եւ ինչի համար են դիմել սահմանադրական դատարան, հետաքրքիր իրավիճակ է իրականում հիմա Հայաստանում, դերևս կարծես թե լուր է, բայց այդ լռությունը կարող է շատ արագ փոխվել, բայց չեմ կարծում, որ ի օգուտ ռուսական ընդդիմության փոխվի այդ լռությունը։ Այս մասին կխոսենք, դրանից բացի կանդրադառնանք Եվրամիության տրամադրած 30 միլիոն եվրոյին Հայաստանին որպես արտակարգ օգնություն Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականության մեջ որոշ քաղաքական տենդենսների փոփոխությանը։ Երեք մեր հետևորդներից մեկը շատ հետաքրքիր հարց է ուղղել ինձ, այդ հարցին կփորձեմ պատասխանել, քանի որ ոչ միայն ես եմ նկատում, որ որոշ տենդենսներ են նկատվում Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականության մեջ Հայաստանի մասով, այլ նաեւ որքան հասկանում եմ մեր հետևորդները այս հարցերին շատ կարեւոր է պատասխանել եւ վերջում անպայման կխոսենք Ուկրաինայից եւ Իրանից։ Հիմա Ուկրաինայի շուրջ կատարվողը ավելի հետաքրքիր եւ վտանգավոր բնույթ է ստացել, ինչպես նաեւ Իրանի շուրջ շատ հետաքրքիր զարգացումներ են, հատկապես Լիբանանի ուղղությունը, հատկապես Իսրայելը կենթարկվի թե չի Ամերիկայի Միացյալ Նահանգների խորհրդորներին, կոչերին, Թրամփի հայտարարություններին, դա մեծ հարց է։ Կուբայի շուրջ էլ հետաքրքիր զարգացումներ կան, այնպես որ բավականին հետաքրքիր եւ կարեւոր կարծում եմ հաղորդում ենք ունենալու։ Սկսենք նրանից, որ երեք հայտնի դարձավ, որ սահմանադրական դատարան են դիմել ուժեղ Հայաստան, ԲՀԿ, Միասնության թևեր, ԴՕԿ, Հայաստան Դաշինք, Հանուն Հանրապետության նոր ուժ կուսակցությունները։ Այստեղ իհարկե ոչ բոլոր կուսակցություններն են նույն գաղափարական դաշտում։ Հատկապես Հանուն Հանրապետության կուսակցությունը լրիվ այլ պատճառաբանումներով գաղափարական դիմել է սահմանադրական դատարան, այն մտահոգություններով, որը որ մենք էլ ունենք։ Մնացածի մասով ես նույնիսկ որոշ տեղեկություններ ունեմ, բնականաբար այդ տեղեկությունները պետք է ճշտվեն, բայց ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տեղեկությունները ճիշտ են, որ Ռուսաստանից կա հստակ որոշում, որ ահա մի շարք քաղաքական ուժեր, չեմ ուզում կոնկրետացնել թե որոնք կոնկրետ, բայց մի քանի կուսակցություններ այս ցանկի միջից հատուկ Կրեմլից ուղղորդումով դիմում են սահմանադրական դատարան։ Կրկնեմ, այսպիսի տեղեկություններ կան, ընդհանուր վերլուծությունն էլ դրա մասին է վկայում, բայց ես կարծում եմ, որ շուտով մենք կունենանք ավելի հետաքրքիր եւ կարեւոր փաստեր։ Կան նաեւ տեղեկություններ այն մասին, որ Կրեմլից շատ լուրջ դժգոհություն ունեն իրենց կուրատորների մասով Հայաստանի։ Այս տապալումը իրոք լուրջ զայրույթ եւ խառնաշփոթ է առաջացրել Կրեմլում, քանի որ Հայաստանի մասով պատասխանատու մարդիկ ամենայն հավանականությամբ Կիրիենկոն վստահեցնում էր Կրեմլին, հատկապես Վլադիմիր Պուտինին, որ Հայաստանում իրավիճակը լրիվ վերահսկվում է, հասարակությունը իբր պաշտպանում է Հայաստանի գուբերնիա դառնալը, այսինքն այն ուժերին, որոնք որ կողմնակից են, որպեսզի Հայաստանը ավելի ռուսամետ, ռուսական քաղաքականություն վարի, բայց փաստը այն էր, որ նույնիսկ այդ հավաստիացումները սուտ էին եւ որևիցե բան այդ ուժերը չկարողացան իրականացնել Հայաստանում, չնայած որ աննախադեպ միլիարդավոր դոլարներ են ծախսվել Հայաստանում այդ նպատակների համար եւ Հայաստան են ուղղորդվել բազմաթիվ տասնյակ հազարավոր մարդիկ, որպեսզի ազդեն քվեարկության ընթացքի վրա։ Հիմա այս ուժերը, երբ որ միավորվել են եւ դիմել են սահմանադրական դատարան, դա էլ խաղի հաջորդ սցենարն է։ Այդ կուրատորները հիմա շատ արագ խոստանում են շտկել իրավիճակը, դիմել ռադիկալ քայլերի եւ փաստացի սահմանադրական դատարան դիմելու որոշումը ամենայն հավանականությամբ կայացվել է Կրեմլում։ Բայց ամենակարևորը կարծում եմ այն է, որ մենք ավելի լավ տիրապետելով իրավիճակին Հայաստանում, քաղաքական իրավիճակին, հստակ հասկանում ենք, որ այդ ուժերին մեծ հիասթափություն է սպասում, շատ մեծ հիասթափություն է սպասում եւ այդ կուրատորները ավելի մեծ խնդիրներ են ունենալու անմիջապես Կրեմլում։ Ինչ գործողությունների էլ իրենք փորձեն դիմել Հայաստանում, փորձեն անել հանրահավաքներ,
թե հարձակումներ հայկական պետական համակարգի վրա, ինչը միանշանակ իրենք կարող են փորձել, բայց կարծում եմ, որ դա էլ դատապարտված է անհաջողության ու միանշանակ դա ավելի խոցելի է դարձնելու իրենց։ Ավելի հստակ հայկական քաղաքական օրակարգ բերելով այդ ուժերից մի քանիսի փակման հարցը։ Սակայն իրենք ունեն նաև պլան B, եւ պլան B-ն իրականում մեզ համար ավելի վտանգավոր է, քանի որ պլան B-ի վրա Հայաստանը ցավոք ազդեցություն ավելի քիչ ունի։ Խոսքը նրա մասին է, որ հիմա Ռուսաստանի Դաշնությունը շատ ակտիվ աշխատանքներ է սկսել Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ։ Ես մի քանի օր է խոսում եմ Հական Ֆիդանի այցի մասին Մոսկվա։ Բնականաբար մենք չգիտենք, թե ինչ է խոստացել ռուսական կողմը թուրքականին, բայց 3+3-ի մասով հայտարարությունը տեսանք, Հարավային Կովկասի մասով հայտարարությունը նույնպես տեսանք Հական Ֆիդանի, չնայած որ ընդհանուր առմամբ Թուրքիայի քաղաքականության տրամաբանության մեջ տեղավորվող հայտարարություն է, բայց հստակ ինչ որ թույլ, շատ թույլ ազդանշան կամ տենդենց նկատելի է։ Ամենայն հավանականությամբ ռուսները փորձում են խոստանալ հիմա Թուրքիային եւ Ադրբեջանին ինչ որ բան մեր հաշվին։ Երեք մեր հետևորդներից մեկը շատ հետաքրքիր նամակով դիմեց ինձ, որը որ շատ կարևոր է։ Կարծում եմ, որ ինչը շատ հետաքրքիր, որը որ շատ հետաքրքիր հարց էր իր մեջ պարունակում եւ կարծում եմ կարևոր է այդ հարցին անդրադառնալ։ Մեր հետևորդներից մեկը գրել է. «Բարև Էդուարդ ջան, հույսով եմ լավ ես։ Ես շարունակում եմ լսել քեզ։ Մի հարց ունեմ։ Վերջերս Ադրբեջանում եւ Թուրքիայում ագրեսիվացել են մեր դեմ, հայտարարություններ են անում, անամոթաբար արևմտյան Ադրբեջանի վերադարձի, Զանգեզուրի միջանցքի եւ թուրանական հողերի միավորման մասին են խոսում։ Թուրքիայում դա արել են Բաղչելի պիղծ բերանով։ Ինչ ես կարծում, սա կապված է մեզ մոտ ընտրությունների ավարտով, թե Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեմորանդումի ստորագրությամբ»։ Սիրով պատասխանեմ այս հարցին, իսվեմ իմ կարծիքով։ Ինչպես ես արդեն նշեցի, Ռուսաստանի Դաշնությունը շատ ակտիվ աշխատանք է տանում Ադրբեջանի ուղղությամբ։ Հիշում եք արտգործնախարարության Ռուսաստանի հայտարարությունները, որ Ադրբեջանը կարող է մտնել ԵԱՏՄ, հայկական ապրանքները փորձում էին փոխարինել ադրբեջանականով, առաջարկել էին Ադրբեջանին, չգիտեմ իրականում Ադրբեջանը տարավ իր ապրանքները Ռուսաստանը, թե չի ամենայն հավանականությամբ տարան։ Մենք տեսանք, ինչպես արդեն նշեցի, Հական Ֆիդանի հետ հանդիպումները Մոսկվայում, Շոյգուի հայտարարությունը շատ հետաքրքիր էր, որը ես մեր նախորդ հաղորդման մեջ բնութագրեցի որպես օպերացիա 2, թե Շոյգուն էր խոսել իրենց հաջողակ օպերացիայի մասին Հարավային Կովկասում ընդդեմ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միասին։ Եվ դրանից բացի ես նկատում եմ թեթև տենդենց ադրբեջանական պրոիշխանական մամուլում։ Եթե նախկինում ադրբեջանական պրոիշխանական լրատվամիջոցները միայն Ուկրաինայի հաջողությունների մասին էին խոսում եւ կիսվում էին պատերազմից միայն ուկրաինական տեսակետով, հիմա նաեւ հայտնվում են որոշ դրվագներ ռուսական պրոպագանդայից։ Շատ հետաքրքիր է այդ ամենը տեսնել։ Ճիշտ է, միանշանակ գերակշռողը դեռևս Ուկրաինայից ստացվող հաղորդագրություններն են, բայց կան նաև այնպիսիք, որոնք որ տարածում է ռուսական պրոպագանդան։ Օրինակի համար այն, որ իբր ուկրաինացիները մարդատար ավտոբուսի են հարվածել եւ նման շատ օրինակներ։ Ինչ վերաբերում է իրենց ակտիվությանը արևմտյան Ադրբեջանի թուրանական հողերի միավորման Թուրքիայից եւ Ադրբեջանից, սա նույնպես տեղավորվում է ռուսական տրամաբանության մեջ։ Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատերազմի ավարտը, այդ մեմորանդումը մեկ բան է մեզ ցույց տալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճիշտ է հասնում են կարծես թե հաջողության, բայց ոչ այնպիսի հաջողության, որը որ սպասվում էր նախքան պատերազմը։ Հայաստանում ընտրությունների ավարտը իրոք որ կարևոր նշանակություն ունեցավ այդ հայտարարությունների համար։ Ես մեկ անգամ ասել եմ մեր հաղորդման մեջ, նախկին հաղորդումների մեջ, որ իրոք որ Փաշինյանը հիմնականում ձեռնտու է Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց ձեռնտու է ոչ թե նրա համար, որ Փաշինյանը, ինչպես շատերը ներկայացնում են, ամեն ինչ անում է, այլ ձեռնտու քաղաքական գործիչ է այն առումով, որ Փաշինյանը ինքը չի բերում Ռուսաստանին Հարավային Կովկաս
եւ Ռուսաստանի հետ ինչ որ ծրագրեր չի մշակում ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Իսկ դա նշանակում է այն, որ Փաշինյանը իրենց համար ավելի կանխատեսելի է, այսինքն Փաշինյանը հստակ խաղաղության կողմնակից է եւ ինչ որ դավեր ծրագրերը Ռուսաստանի հետ միասին ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի չի լարում, բայց նույն ժամանակ դա չի խանգարում թուրքերին եւ ադրբեջանցիներին նման ծրագրեր մշակել ընդդեմ Հայաստանի։ Սակայն այս պահի դրությամբ, որքան ես տեսնում եմ, թե Թուրքիայում, թե Ադրբեջանում հստակ գիրշում է այն գաղափարը, որ հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, ճիպ ծրագիրը պետք է իրականություն դառնա եւ Ռուսաստանի ազդեցությունը պետք է թուլանա։ Դեռևս թուրքական մամուլից եւ ադրբեջանական մամուլից կարելի է անել այդպիսի ենթադրություն, ինչպես նաեւ քաղաքական հայտարարություններից, Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական գործիչների, պաշտոնյաների հայտարարություններից դեռևս կարելի է գալ այդ եզրահանգմանը։ Այս պահի դրությամբ կարծես թե Ալիևին ձեռնտու է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լարվածություն չլինի, բայց կան այն թեթև տենդենսները, որը որ դուք նկատել եք, սիրելի հայրենակիցներ, եւ ես նույնպես նկատում եւ տեսնում եմ, ու շատ կարեւոր է, որ այդ տենդենսները գերիշխող չդառնան ադրբեջանական քաղաքական էլիտայի մոտ կամ թուրքական։ Քաղաքական էլիտային ասում, բայց հիմնականում Էրդողանի եւ Ալիևի մոտ բոլորս էլ հասկանում ենք, որ քաղաքականությունները Ադրբեջանում եւ Թուրքիայում կախված են Էրդողանից եւ Ալիևից։ Մենք նաեւ վերջերս տեսանք, որ նոր փաստաթղթեր ստորագրեց Ադրբեջանը Թուրքիայի հետ ռազմական ոլորտում փաստաթղթեր եւ այն, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի երկրի հետ փաստաթղթեր է ստորագրում ռազմական ոլորտում կամ զորավարժություններ անցկացնում ՆԱՏՕ-ի երկրի հետ, Ռուսաստանում դա չեն նկատում, իսկ հստակ նկատում են, երբ Հունաստանի, Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հիմնականում խաղապահների համար անցկացնում են զորավարժություններ։ Արծիվ գործընկեր զորավարժությունների մասին է խոսքը։ Արջ ասած, հստակ երևում է, որ բանակցում են թուրքերը, ադրբեջանցիները եւ ռուսները միմյանց հետ բանակցում են, Ռուսաստանի Դաշնությունը ինչ որ բաներ է փորձում ոստանալ, բայց դեռևս կարծես թե գերակշռում են Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի խոստումները եւ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի քաղաքականության գերակշռումը ընդհանուր հարավային Կովկասում։ Հաջորդ կարևոր հարցը վերաբերվում է Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին եւ Հայաստանին տրամադրվող 34 միլիոն եվրո արտակարգ օգնությանը։ Ես որքան հասկանում եմ, սա տրամադրվում է այն 50 միլիոն եվրոից, բայց կարող եմ սխալվել, կարող է առանձին օգնություն է այս 34 միլիոն եվրոն։ Հայտարարությամբ է այս հաղորդագրությունը կցված 34 միլիոն եվրոյի օգնության մասին եւ այդտեղ ասվում է, որ Եվրամիությունը վճռականորեն աջակցում է Հայաստանին որպես ինքնիշխան ժողովրդավարական եւ անկախ երկրի։ Մենք ոչ միայն ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում, այլև օգնում ենք Հայաստանին հեշտացնել առևտուրը հարևանների եւ Եվրոպայի հետ։ Սա եվրոպական համերաշխության գործնական դրսևորում է մեր ամենամտերիմ գործընկերներից մեկի նկատմամբ։ Ամեն ինչ ասված է այս հաղորդագրության մեջ։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ Հայաստանից, եթե լինեն կարևոր այլ հարցեր, օրվա ընթացքում անպայման կանդրադառնանք, չնայած կարծում եմ, որ հետաքրքիր հարցեր դեռ մենք շատ կունենանք քննարկելու, հատկապես մոտակա օրերին։ Ինչ վերաբերվում է միջազգային կարևոր իրադարձություններին, Ռուսաստանից շատ հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում, որ Ռուսաստանում սկսվում է կամաց, բնականաբար սկսվում է համատարած մոբիլիզացիա, բեռնի մոբիլիզացիան, երեք մենք տեսնում ենք կադրեր ամբողջ օրվա ընթացքում, թե ինչպես Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ շրջաններում մարդկանց բեռնի ձևով մոբիլիզացիայի են ենթարկում եւ տանում են ռազմաճակատ։ Հատկապես Պենզայում նման բեռնի դրսևորումներ են գրանցվել, կան տեսանյութեր, թե ինչպես Ռոսգվարդիան մարդկանց բեռնի ձևով տանում է դեպի ռազմաճակատ, ինչպես նաեւ կային ուրիշ տեղեկություններ նույնպես տարբեր շրջաններ։ Եվ սա վկայում է այն մասին, որ վերջին հարձակումից հետո Մոսկվայի վրա ուկրաինական դրոնների
Պուտինը մտածում է համատարած մեծ մոբիլիզացիայի մասին եւ այդ մոբիլիզացիան բնականաբար տեղի ունենալու բեռնի ձևով, քանի որ շատերը փորձելու են հակառակվել ընդդիմանալ համատարած մոբիլիզացիային, բայց դա նաեւ վկայում է այն մասին, որ Ռուսաստանում մտածում են շարունակել եւ ավելի ընդհարցակել ռազմական գործողությունները ընդդեմ Ուկրաինայի եւ ավելի շուտ լուծել ուկրաինական հարցը։ Երեք նաև կային տեղեկություններ, թե նոր հարձակումները իրականացնում Ուկրաինան Մոսկվայի վրա, բայց ինչպես տեսանք, այդ հարձակումը նախորդ օրվա հարձակման նման մեծ հարձակում չի եղել։ Սակայն անցած օրվա այդ հարձակումը եղել է ամբողջ սոցիալական ցանցը, ոչ միայն Facebook-ը, Instagram-ը, TikTok-ը, այլ նաև YouTube-ը, այսինքն ամենուր այդ կադրերն են, թե ինչպես ուկրաինական անօդաչու սարքերը հարված էին հասցնում Մոսկվայի նավթավերամշակման գործարաններին, թե ինչպես ռուսները փորձելով հարվածել անօդաչու սարքերին, նոր աղետի օջախներ էին ստեղծում Մոսկվայում։ Այսինքն այդ կադրերը մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես ամբողջ Մոսկվան ծխի մեջ է եւ իրականում հիմա իրավիճակը այնպիսին է, որ մենք ստանում ենք տեղեկություններ, թե նույնիսկ Մոսկվայում բենզինի խնդիր է կամաց առաջանում։ Դրանից բացի 3 շատ կարևոր հայտարարության մենք ականատես եղանք Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկիի կողմից։ Եվ սա նույնպես վկայում է այն մասին, որ կարող է նոր մեծ էսկալացիա տեղի ունենալ ռազմաճակատում եւ Բելարուսյան նույնպես կարող է դառնալ այս պատերազմի մաս։ Վլադիմիր Զելենսկին 3 շատ հստակ մեկ շաբաթ տվեց բեռնապետ Լուկաշենկոին, որպեսզի նա ռազմական տեխնիկան հեռացնի ուկրաինական սահմաններից, քանի որ այդ ռազմատեխնիկան օգտագործվում է ընդդեմ Ուկրաինայի բնակչության։ Այդ ռազմատեխնիկան Բելարուսը օգտագործում է, որպեսզի համակարգի ռուսական կրակը, հրետանային հատկապես կրակը ուկրաինական բնակավայրերի ուղղությամբ։ Եվ եթե Լուկաշենկոն մեկ շաբաթվա ընթացքում չհեռացնի այդ ռազմատեխնիկան, Վլադիմիր Զելենսկին ասում է, որ հակառակ դեպքում ինքներս կձեռնարկենք համապատասխան գործողություններ։ Ու հստակ հասկացնում է, նույնիսկ ակնարկ չէ, կարծում եմ հստակ ուղղված խոսք է Լուկաշենկոին, որ եթե այս տեխնիկան չհեռացնես, ապա մենք մեր անօդաչու սարքերով եւ ոչ միայն այն կոչնչացնենք։ Եվ սա նշանակում է այն, որ Ուկրաինան պատրաստվում է հարված հասցնել Բելարուսում տեղակայված, բայց Ուկրաինայի հետ սահմանեն տեղակայված եւ ռուսական հրետանուն ուղղորդող ռազմատեխնիկայի դեմ։ Շատ հետաքրքիր եւ վտանգավոր իրավիճակ է, տեսնենք, երևի թե Լուկաշենկոն հասկանա, թե ինչ է տեղի ունենում եւ փորձի ինքնուրույնություն դրսեւորել հեռացնելով իր տեխնիկան։ Հակառակ պարագայում ես կարծում եմ, որ Լուկաշենկոյի հարցերը շատ ավելի թես եւ շատ ավելի արագ կլուծեն ուկրաինացիները, քան դա անում են օրինակի համար Ռուսաստանի Դաշնությունում։ Եթե Զելենսկին նման հայտարարություններ է անում, ապա ինքը վստահ է հաղթանակի մեջ։ Ինքը վստահ է, որ կարող է ջարդել Լուկաշենկոյի ռազմական տեխնիկան եւ դրանից Ուկրաինան ոչ թե խնդիրներ ունենալու, այլ հակառակը կարող է գրանցել նույնիսկ ավելի մեծ հաջողություններ։ Հակառակ պարագայում դժվար թե Զելենսկին նման հայտարարությամբ հանդես գար։ Ինչ վերաբերվում է այն մեմորանդումին, որը որ ստորագրվել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Խնդիր կա այստեղ եւ բավականին լուրջ խնդիր է եւ այդ խնդրի անունը Իսրայել է։ Ամենայն դեպս այդպես է ներկայացվում դա միջազգային մամուլում։ Փաստը այն է, որ իրանական կողմը չի ժամանել Շվեյցարիա եւ որևէ նոր փաստաթուղթ կամ նոր բանակցություններ տեղի չեն ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Երեք հաղորդագրություն կար, որ իսրայելական զորքերը նույնիսկ ընդլայնել են իրենց գործողությունները Լիբանանում եւ դա է պատճառը, որ իրանական կողմը հրաժարվում է բանակցություններից։ Կային նաեւ տեղեկություններ, որ նոր թիրախների հարվածել Իսրայելը Լիբանանում։ Երեք նույնիսկ մի պահ Բիլդի հրապարակումը կար, որ Հորմուզի նեղուցը կրկին փակել է Իրանը, քանի որ Իսրայելը հարձակվում է Լիբանանի վրա, բայց հետո իրանական կողմը հերքեց
այդ տեղեկությունը։ Հետագայում երեկոյան մոտ մենք արդեն տեսանք Reuters-ի հրապարակում այն մասին, որ տեղական ժամանակով 16:00-ին Իսրայելը դադարեցնելու է ռազմական գործողությունները ընդդեմ Լիբանանի։ Կար տեղեկություն, որ այդ բանակցություններին մասնակցել է նաև ամերիկյան կողմը, նույնիսկ Քաթարը եւ հորդորել են Իսրայելին, որպեսզի դադարեցնի պատերազմը, չնայած դրանից հետո նաև ստացանք տեղեկություն Al Jazeera-ից, որ այնուամենայնիվ Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին։ Այսինքն իրականում հակասական են տեղեկությունները, բայց կան բազմաթիվ հրապարակումներ, որ Իսրայելը հասցնում է հարվածներ Լիբանանին։ Դրանից բացի բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել Թրամփը Իրանի մասով, չեմ ուզում բոլոր հայտարարություններին անդրադառնալ, Թրամփի հայտարարություններին անդրադառնալը շատ բարդ գործ է ինձ համար, քանի որ դրանից հետո ես էլ եմ սկսում խճճվել, թե իրականում ինչ է տեղի ունենում եւ դրա համար չեմ էլ ցանկանում ձեզ խճճել։ Բայց Թրամփը մեկ բան հստակ ասում է, որ մենք որևիցե կոպեկ, նույնիսկ 10 ցենտ Իրանին չենք տալու եւ իրանցիների համար էր ավելի կարևոր այս բանակցությունները, իրանք էին խնդրում մեզ, որ մենք պայմանավորվենք իրենց համար, որքանով ճիշտ է, որքանով չէ, դատեք ինքներդ, բայց Թրամփը չի հրաժարվում այդ պնդումներից։ Կուբայի մասով նույնպես հետաքրքիր զարգացումներ կան։ Թրամփը հայտարարել է, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ Վենեսուելայի դեմ, կարող է տեղի ունենալ նաև Կուբայի դեմ, եւ մենք տեսնում ենք, որ հիմա Կուբայում կարծես թե այնպիսի հետաքրքիր տեղաշարժեր են իրականանում, այնպիսի հետաքրքիր որոշումներ է կայացնելու Կուբան, կան այդպիսի տեղեկություններ, որոնք որ կարող է բավարարեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այդ չեմ ուզում ընկնել առաջ եւ չեմ ուզում խոսել այն բոլոր տեղեկություններից, որոնք որ մենք ստանում ենք Կուբայում։ Դեռ թող լինեն այդ փոփոխությունները, հետո մենք արդեն հստակ կխոսենք այդ ամենի մասին։ Բայց մեկ բան փաստ է, որ Իրանից հետո հաջորդը Կուբան է։ Վենեսուելայից Իրանից հետո հաջորդը Թրամփի ցուցակում միանշանակ Կուբան է։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։